Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության թեման ուղղակիորեն թե անուղղակիորեն վերջին օրերին ակտուալացել է։ Մի կողմում Թրամփի կողմից Իրանի հետ առևտրային գործակցության մեջ գտնվելու պարագայում 25%-անոց մաքսատուրքերի վերաբերյալ հայտարարությունն է, մյուս կողմում կրկին ԵՄ, ԵԱՏՄ, Հայաստան այդ համագործակցության առևտրատնտեսական կապերի դիլեման, միաժամանակ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալով Եվրամիության ստանդարտներին ձգտելու թեման, խնդիր, հարց, որը ուղղակիորեն իհարկե առնչություն ունի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հետ։ Մենք այս երկու թեմաներին իր հնարավորությունների կամ մարտահրավերների վերլուծության իհարկե կանդրադառնանք եւ իհարկե նաեւ մեզ ուրեմն հնարավոր ձևաչափի թույլ տված հնարավորությունների համատեքստում, բայց իհարկե մինչ այդ առևտրաշրջանառության տվյալների մասին այդվում նաև որպես հիմք եւ փաստ այդ վերլուծություններն իրականացնելու համար։ Եվ այսպես 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով վերջին թարմ տվյալներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ընդհանուր առմամբ նվազել է 33.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ընդ որում արտահանումը կրճատվել է 46%-ով, ներմուծման անկումը կազմել է 27.4%-ով։ Անկումները պայմանավորված են բոլորին հայտնի վերարտահանման գործոնի չեզոքացմամբ, բայց հատկապես վերոնշյալ թեմաներին առավել շատ ազդեցություն եւ առնչություն ունի մեր երկրորդ պատկերը եւ դրանում ներառված տեղեկատվությունը իդեմս Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքին ըստ երկրների ըստ աշխարհագրության։ Եվ այսպես նույն ժամանակաշրջանում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 38.2%-ը բաժին են գնում ԱՊՀ երկրների հետ մեր առևտրային փոխհարաբերություններին։ Այդ թվում 37.3%-ը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ մեր առևտուրն է եւ դրա ներքո միայն Ռուսաստանի Դաշնությանը բաժին են գնում մեր արտաքին առևտրի 35.5%-ը։ Եվրամիության մասնաբաժինն ընդհանուրի մեջ նույն ժամանակաշրջանում կազմել է 11.8%։ Այլ երկրներին, որի ցանկը բավական մեծ է, բաժին են գնում ընդհանուր առևտրաշրջանառության կեսը 50%-ը։ Ընդ որում այլ երկրների ցանկում ամենամեծ մասնաբաժինը այս ժամանակահատվածի համար ունի Չինաստանը 12.5% մասնաբաժնով, ապա Արաբական Միացյալ Էմիրությունները 9.4%-ով։ Իդեպ այս վերջին երկու երկրները կարծես թե դեռևս գտնվում են վերարտահանման ազդեցության վերարտահանման էֆեկտների ներքո։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակաշրջանում փաստվում է եւս մեկ անգամ կամ առնվազն կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերը։ Առաջատար եռյակը ամբողջացնում են Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ Գալով արդեն Եվրասիական տնտեսական միություն, Եվրամիություն այդ եւ Հայաստանի հետ համագործակցություն առևտրատնտեսական հարցերով այդ թեմային միանգամից ի սկզբանե նշենք, որ դիվերսիֆիկացիան, այդ թվում մեզ համար կարևոր եվրոպական ուղղությունով իհարկե անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն է հատկապես եւ մասնավորապես նույն եվրոպական ստանդարտներին անընդհատ ձգտելը, դրա ուղղությամբ գործողություններ քայլեր իրականացնելը հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստան-Եվրամիություն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքում, որպես այդպիսին Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցումը կարևորագույն խոչընդոտող հանգամանք է, կարևորագույն առանցքային գործոն է։ Բայց այդ համատեքստում, այդ խնդրի ներքո Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքի ուսումնասիրությունը այնուամենայնիվ ցույց է տալիս, որ մենք դեպի Եվրամիություն առևտրի հետ կապված զարգացման ձևակերպենք այսպես կայունության առնվազն դեռ չենք հասել։ Թեև վերջին ամիսներին, թվեր վիճակագրություն, որին մենք պարբերաբար անդրադառնում ենք, որոշակիորեն Եվրամիության հետ առևտրի վերականգնում կարծես թե նկատվել է, այդ թվում նաև դրա ներքո կա ազդեցությունը հանգամանքի, որ Ռուսաստանի Դաշնության հետ առևտուրն է կրճատվել, բայց այնուամենայնիվ վիճակագրորեն Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը գոնե 2024 թվականի համեմատ որոշակիորեն աճել է, բայց օրինակ վերջին ամիսների համեմատությունը վիճակագրության ցույց է տալիս, որ մենք այդտեղ դեռ կայունություն չունենք։ Օրինակ հունվար-հոկտեմբերին Եվրամիությանը բաժին ընկնող առևտուրը ընդհանուրի մեջ, այսինքն Եվրամիության մասնաբաժինը կազմել է 12.2%, իսկ ահա տեսնում ենք, որ հունվար-նոյեմբերին այդ ցուցանիշը կրկին նվազել է, կազմելով 11.8%, եւս մեկ անգամ շեշտելով, որ փաստորեն այդտեղ չունենք կայունություն։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից 25%-անոց մաքսատուրքերին, եթե անդրադառնալու լինենք դրա միայն բացառապես տնտեսական եւ առևտրային հատկապես ուրեմն գործոնին, ապա ասել, որ այդ հնարավոր մաքսատուրքերի կամ այդ սցենարի զարգացման պարագայում Հայաստանի տնտեսությունը կունենա մասսայական բացասական ազդեցություն, իհարկե սխալ կլինի անշուշտ բացասական ազդեցություն, բայց դա այսպես ավելի կարելի է գնահատել որպես տեղային ազդեցություն եւ պայմանավորված առաջին հերթին հանգամանքով, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ առևտրաշրջանառությունը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշի ընդամենը 1.7%-ն է։ Իդեպ համեմատության համար նշենք, որ Իրանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը ընդհանուրի 3.7%-ն է։ Հետևաբար այս իմաստով կարծես թե ազդեցության տեսանկյունից այն շատ մեծ եւ այսպես համատարած չի լինի։ Եվ իհարկե եւս մեկ անգամ նախ մի կողմից նշենք, որ սա չի նշանակում նսեմացում Միացյալ Նահանգների հետ առևտրային ուղղությանը, հատկապես որ առհասարակ արտաքին շուկաներ մեզ համար դուրս գալը բավական խնդրահարույց է, տասնամյակների աշխատանք եւ այլն, բայց այնուամենայնիվ Իրանի հետ մեր հարաբերությունները չեն պայմանավորվում բացառապես տնտեսական գործոնով, թեև միայն առևտրատնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այստեղ ազդեցությունը, դերակատարությունը եւ նշանակությունը գոնե այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների հետ փոխադարձ առևտրի պարագայում է։